Մեթյու Ջեյմս Բրայզը հակահայկական դիրքորոշմամբ հայտնի ամերիկացի այս դիվանագետի անունը ժամանակին լսելի էր տարածաշրջանի գրեթե բոլոր անկյուններում։ Թուրք, ադրբեջանցի պաշտոնյաների և անձամբ Միխեիլ Սաակաշվիլիի մեծ բարեկամ։ Սպիտակ տնից սկսված Բրայզայի կարիերան պարզվում է այնքան էլ սպիտակ չէ։ Թուրքական մամուլը վկայակոչելով ամերիկյան աղբյուրները գրում է, որ Թուրքիայի նկատմամբ Մեթյու Բրայզայի սերն ավելի շուտ է սկսվել, քան նա կհանդիպեր իր ապագա կնոջը։ Դեռևս Ջորջ Բուշ կրտսերի օրոք նա աշխատում էր Սպիտակ տանը, վայելում էր պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի անմիջական աջակցությունը, և հենց Ռայսի միջնորդությամբ նշանակվել էր Թուրքիայի հարցերով բաժնի ղեկավար։ Այդ ժամանակ էլ Բրայզան սկսում է գաղտնի տեղեկություններ տրամադրել թուրքական հետախուզությանը։ Իսկ արդեն 2007-ից, երբ Բրայզան ամուսնանում է Հադսոնի համալսարանի փորձագետ ազգությամբ թուրք Զեյնո Բարանի հետ, ամերիկյան գաղտնի տեղեկություններն սկսում են արտահոսել Անկարա Բարանի միջնորդությամբ։ Կարճ անց Մեթյու Բրայզան հայտնվում է հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալների տեսադաշտում։ Բյուրոն դիմում է պետքարտուղարությանը, պահանջով զրկել դիվանագետին գաղտնի ինֆորմացիայի հասանելիությունից։ Արտաքին քաղաքական գերատեսչությունն անցնում է գործի, սակայն Բրայզայի կնքամայրը Քոնդոլիսա Ռայսը պաշտպանում է իր պրոտեժեին և խոչընդոտում Բրայզայի մեկուսացման ջանքերը, թե հետաքննությունների դաշնային բյուրոյում և թե պետքարտուղարությունում։ Թուրքական մամուլը շատ հետաքրքիր ձևակերպում է տվել Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղարի գործողություններին։ Քոնդոլիզա Ռայսը պաշտպանեց թուրքական հետախուզությանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահը Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի նախկին օգնականը, չնայած կորցրել էր վստահությունը, այնուամենայնիվ հաջողացրեց որոշ ժամանակ աշխատել նաև Բարաք Օբամայի վարչակազմում։ Ավելին, Օբաման Բրայզային վստահեց Բաքվում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնը, որը Բրայզան վայելեց ընդամենը 1 տարի։ Հայկական լոբբիի ջանքերով սկսվեց նրա դիվանագիտական կարիերայի մայրամուտը։ Այժմ Բրայզան տեղափոխվել է կնոջ ծննդավայր, Թուրքիա, և գործի անցել թուրքական ընկերություններից մեկում, ասում են աստղաբաշխական աշխատավարձով։ Զեյնո Բարանի հետ ամուսնությունից հետո Բրայզային սկսեցին անվանել Թուրքի փեսա։ Ամերիկյան գործակալների հրապարակած տեղեկությունից հետո թերևս Բրայզային կհիշեն որպես Թուրքի լրտես։ Մկրտիչ Սոմունջան, ժամը լրատվական։